Հրապարակ թերթը գրում է եկեղեցու դեմ պատերազմի ընթացքում Նիկոլ Փաշինյանը պարտադրված ֆեյք հավատացյալի կերպարի մեջ մտած ամեն կիրակի մի եկեղեցի է գնում։ Շրջիկ հավատացյալների իր թիմով այս կիրակի Սուրբ Սարգիս եկեղեցում է լինելու, բայց իշխանության վիճակը հավանաբար այնքան անմխիթար է, որ պատարագին մարդ բերելու գործին լծվել են նաև քաղաքացիական պայմանագրի պաշտոնյաների կանայք։ Թերթի տեղեկություններով նրանցից շատերը անգամ զանգել են իրենց վարսահարդարներին, մատնահարդարներին, սպորտզալի մարզիչներին եւ խնդրել համոզել, որ մասնակցեն Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու պատարագին, խոստանալով, որ հետաքրքիր պատարագ է սպասվում։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է քաղաքացիական պայմանագիր խմբակցության անկուսակցականները դիմել են քաղաքացիական պայմանագիր մտնելու համար։ Գագիկ Մելքոնյանը հաստատել էր տեղեկությունները, երեկ էլ նախկին ԲՀԿ-ական Սերգեյ Բակրատյանը չհերքեց, որ դիմել է քաղաքացիական պայմանագրին, սակայն դիմումը դեռևս չեն քննել։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է կառավարության հոկտեմբերի 23-ին նիստում հաստատված որոշմամբ ազգային ժողովի շենքին կից կտեղադրվի արտաքին վերելակ։ Հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայում падգամավորներն ու հրավիրված անձիկ նիստերի դահլիճ եւ հարակից տարածքներ հասնում են վարչական շենքի ներսով, անցնելով մի շարք միջանցքներ եւ աստիճանաբանդակներ, ինչը հաճախ հանգեցնում է մարդաշատության, տեղաշարժման դժվարությունների եւ անվտանգության ապահովման խնդիրների։ Նոր արտաքին վերելակի կառուցումը նպատակ ունի բացառել նշված խնդիրները եւ ապահովել ավելի հարմար ու անվտանգ մուտք ազգային ժողովի շենքի տարբեր հատվածներ։ Ասված է շուրջ 26 միլիոն դրամ ծախս պահանջող որոշման մեջ։ Շինաշխատանքներն արդեն սկսվել են, պարզվում է վերելակը կառուցվում է ազգային ժողովում վերջերս հիմնված սրճարանի տարածքում։ Հավանաբար, որպեսզի ազգային ժողովի նախագահությունն ու օրենսդիրները նեղություն չքաշեն երկար քայլելու։ Սահուն իջնե սրճարան, ճանապարհին չհանդիպելով անցանկալի անձանց, լրագրողներին։ Այդ սրճարանից ավելի հաճախ ԿՊԱ-ականներն են օգտվում, երբեմն նրանց փորձագետներն ու օգնականները։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով իշխանական ողջ էլիտան առաջադրվել է քաղաքացիական պայմանագրի 2026 թվականի նախընտրական ցուցակում։ Կառավարության ու տարբեր գերատեսչությունների ղեկավարները, ինչպես նաև կարկառուն ԿՊԱ-ականներն ու մի շարք այլ պաշտոնյաներն արդեն հայտեր են ներկայացրել 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների մասնակցելու համար։ Այնուամենայնիվ, թերթի տեղեկություններով դեռ երկար ճանապարհ կա անցնելու, մինչև որևէ թեկնածու կհայտնվի քաղաքացիական պայմանագրի վերջնական նախընտրական ցուցակում։ Գրում է թերթը։